բայց շատ կարճ եմ, հա, որովհետև գնացիք զինվորի հետ հանդիպեցիք։ Հենց նոր եմ ժողովուրդ ջան, այդ հարցերին պատասխանել։ Մենք չհասկացանք, ի վերջո մարդու իրավունքների պաշտպան ինչ էր արձանագրել, ծեծել էին այդ զինվորին, չէին ծեծել այդ զինվորին։ Դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել։ Ինչ էր պատմել զինվորը ձեզ։ Եթե դաժան ծեծ չէր դա, ապա ինչ էր։ Մայրը ասում է, որ գերխեղված է եղել եւ կարծել է, որ երեխային ծեծել են։ Եթե ծեծ չէր, ինչ խնդիրն էր, որովհետեւ դուք ձեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել եք, որ զինվորը մի շարք խնդիրների մասին է ասել։ Ինչ խնդիրներ։ Ինչ խնդիր կա բանակում։ Սկսենք երևի նրանից, որ առաջին կարևոր հանգամանքը նկատի ունեցեք, իմ առանձնազրույցը զինծառայողի հետ եղել է վստահության վրա հիմնված առանձնազրույց, որի շրջանակներում ես ինքս խոստացել եմ, որ չեմ հրապարակայնացնելու իր կողմից ինձ ներկայացրած հանգամանքները, որովհետև մի շարք հարցեր հենց իր պարզապես անձնական հարցեր են ներկայացված, այդ թվում իր հոգեվիճակի հետ կապված, եւ խնդրում եմ նկատի ունենալ այս զգայունությունը, ես չեմ կարող պարզապես խոսել այս հանգամանքների մասին, քանի որ իրեն նաեւ խոստացել եմ։ Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին, բնականաբար իմ անմիջական ուշադրության ներքո է գտնվում հարցը եւ դրանով մենք այս պահին էլ շատ ակտիվ զբաղվում ենք։ Երկու կարևոր մասի է պետք բաժանել խնդիրը։ Մեկը կոնկրետ զինծառայողի իրավունքներին առնչվող հանգամանքները, որովհետև շատ կարևոր է, որպեսզի զգայունությունը պահպանելով իրեն վերաբերելի բոլոր հարցերը ճիշտ լուծում ստանան, այդ թվում կարծում եմ արդեն նաև տեղեկատվությունը ձեզ փոխանցվել է հրապարակային է, դրա համար ես էլ կարող եմ ասել, գիտեք, որ իր հոգեկան առողջության վիճակն է այս պահին դիտարկման փուլում գտնվում, հետևաբար խնդրում եմ այս հանգամանքը նկատի ունենալ նաև հրապարակային հաղորդակցությունը, հա, իրեն առնչվող, քանի որ ինքը նաև հետագա քաղաքացիական կյանք պետք է ունենա բարի, շատ զգայուն լինել հրապարակային հաղորդակցության համատեքստում։ Այս պահին շատ կարևոր է, որպեսզի մասնագիտական պատշաճ որոշում կայացվի այս հարցի հետ կապված եւ բնականաբար դա կարևոր ազդեցություն կունենա նրա պիտանի կամ ոչ պիտանի լինելու հանգամանքի դիտարկումից։ Հանգամանքը ներողություն միջև ծառայություն մեկնելը դիտարկել է պաշտպանության նախարարությունը։ Չգիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց 7-գ հոդվածի մասին է խոսքը, հաստատի զինծառայողը հենց այդ հոդվածով է ծառայում, ինչը արդեն իսկ ենթադրում է, այո, սահմանափակումով պիտանի է եւ այստեղ պարտադիր կարևոր է, հա, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այս պահի դրությամբ ինչ վիճակում է գտնվում եւ շատ կարեւոր է, որպեսզի մասնագիտական պատշաճ որոշում կայացվի։ Այս փուլում կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկը անձի իրավունքների իրացման տեսանկյունից հենց սա է եւ նաեւ դա է պատճառը, որ այս տեսանկյունից մենք էլ բարբերաբար իրավասու մարմինների հետ կապի մեջ ենք, որպեսզի ճիշտ մասնագիտական որոշում կայացվի, բայց կուզենամ մենք, այսպես ասեմ, էլի խնդիրը չսահմանափակենք պարզապես, հա, դաժան ծեծ եղել թե չի եղել այս հանգամանքով, որովհետև ես արդեն իսկ նշեցի, հա, եթե զուտ մեր արձանագրածին անդրադառնանք հետքերի առումով նկատի ունեմ, մենք դաժան ծեծի հետքեր որպես այդպեսին չենք արձանագրել, բայց ցանկացած տեղեկատվություն, որ ներկայացվում է, դա նույնիսկ պարտադիր չէ, հա, որ բռնության հետ կապված տեղեկատվություն լինի, որովհետև զինծառայողների ինտեգրումը այդ միջավայրում դա բավականին բարդ գործընթաց է, հատկապես այն անձանց համար, ովքեր կարող են ունենալ տարբեր առանձնահատկություններ, դրա առնչությամբ եւս մենք պետք է ճիշտ համակարգային լուծումներ ունենանք, հետեւաբար ցանկացած հարցի հետ կապված մենք հատուկ այս պահին էլ ուսումնասիրություն ենք իրականացնում եւ նաեւ պահանջելու ենք տարբեր ուսումնասիրություններ իրավասու մարմիններից, որպեսզի կարողանանք ճիշտ եզրահանգումներ իրականացնել։